մտածում։ Ինչ են մտածում մեր տղաներին հետ բերելու համար։ Ասում են Ադունյաներից ձեզ տեղեկացրել են հնարավոր է, որ ձեր որդիները ողջ լինեն։ Մենք ենք իրենց ապացուցել, որ այո մեր որդիները ողջ են, որ իրենց ասածները ամենը սուտ են, որ իրանց վրիպակների պատճառով այսքան բան եղել, ապացույցներ, փաստեր, փաստարկներ ունենք մենք հենց այնպես չենք խոսում, մենք հենց այնպես բաներ չենք ասում, մենք չենք ապրում երազներով, որ գիտեք ոնց մեր երեխան ողջաբերեք, հասկանում ենք պատերազմ ա եղել։ Դուք տեսանյութով նույնականացրել եք, չէ՞, գիտեք որ ձեր որդին։ Այո, ես տեսանյութով տեսել եմ իմ որդուն, թե ինչպես են իմ որդուն գերեվարում։ Իսկ գերեվարումից հետո քննչական ֆոտորոբոտ փորձաքննությունը քննիչների կողմից սխալ փորձաքննության պատճառով ուրիշի անունը կպցրեցին իմ որդու անվան հետ ուղարկեցին Ադրբեջան, եկավ այդ տղան, ասեց, որ ինքը ընդհանրապես կապ չունի այս տեսանյութի հետ ու այդ գերեվարումից, որ ինքը այլ տեղում է գերեվարվել, նման վրիպակների պատճառով մենք այսօր 5-րդ տարին է չենք լսում մեր երեխեքի ձայնը, մեր տղաների հասկանում եք կարոտը խեղդում է, սպանում է կարոտը, ցավը, տառապանքը, շատ դաժան է։ Վերջերս ազգային ժողովում հանդիպում էր, տեղի ունեցել իրավապահ կառույցների ղեկավարներն էին, Անդրանիկ Քոչարյաններն նաև այնտեղ ինչ որ դրական ձեզ տեղեկություններ փոխանցել են այդ առումով։ Իմ ոչ մի հարցին չեն կարողացել պատասխանել ազգային ժողովում։ Բոլոր հարցերս մնաց անպատասխան, բայց մեր աչքի առաջ կանգնում ասում են, որ աշխատանքները կատարվում են, աշխատում ենք ու ասում են, որ աշխատում եք։ 5-րդ տարին անգամ չեք կանչել արձագաննել, թե տղայիս ով տեսավ, ով գլուխը կապեց, ով էր կողքը, այդ ամբողջ տեղեկությունները ես եմ ձեզ տվել, մենք ենք հավաքել, ամուսինս ա եղել այդ տվյալ տարածքում, որտեղից գերեվարել են որդուս, քանի անգամ Այնի Կարմիր խաչի ռուս խաղաղապահների Ադրբեջանի հետ, ու այնտեղ ոչինչ չեն գտել, բա ուր ա լավ իմ որդին, ուր ա։ Ինչ փուլում ա գտնվում այդ քննարկումները վերջին հենց ազգային ժողովի ձեր հետ հանդիպման ժամանակ նախարարներն էին նաև ներկա այդ փակ քննարկմանը, որևէ մեկը ընդհանրապես ինչ փուլում ա գտնվում։ Եվ առհասարակ ձեր կարծիքով այս հարցի հասցեատերը ով պետք է ի վերջո այս հարցին լուծում տա, որ ձեզ չուղարկեն ԱԱԾ-ից քննչականից ԱԱԾ։ Հասկանում եք, մենք այնքան կառույցներ են գնացել, այնքան են մեզ ուզում մոլորեցնել, բայց մենք թեկուզ այսօր լուր մայրերս, լուր կանգնած ենք ու լուր տանջվում տառապում ենք, բայց հարկ եղած դեպքում մենք զենքել կվերցնենք թշնամու դեմ, մենք պայքարող մայրեր ենք, մենք կոտրվող չենք, մեզ ուզում են կոտրել, մեր մեջքը ուզում են կոտրել, բայց չեն կարող, մենք մինչև վերջ գնալու ենք, մեր երեխեքին տուն պիտի բերվի, ես չգիտեմ ով է սրա գլխավերևում կանգնած, ես չգիտեմ կոնկրետ ում անունը տամ, ես ասում եմ երկրի տերերը, ճակերտավոր իշխանավորները, մեր մեջքը կոտրողները, մեր լույսից ու օդից կտրողները, թող իրանք իմանան, իրանք ով են, իրանց վրիպումների պատճառով, բոլորի սխալների պատճառով մենք այսօր ենք ընկել։ Տեսեք, այսօր մի քիչ նաև խորհրդանշական օր է, մայրության օրն է ու ըստ էության արդեն 5-րդ տարին է դուք ձեր տղայից շնորհավորանք այսօրով չեք ստանում։ Այո, շատ ցավոտ է, ոչ մեկի շնորհավորանքը ինձ պետք չի։ Իմ տղայի ընկերները շատ լավն են, իմ հարազատները, բոլորը ծաղիկներ են ուղարկում, բոլոր նվիրում, բայց հասկացեք, մեզ պետք չի ոչ մեկի նվիրած ծաղիկը։ Մեր ծաղիկն ենք մենք ուզում, մենք մեր տղաներին ենք ուզում։ Մեր ծաղիկները մեր տղաներն են։ Ես իմ ծաղիկն եմ ուզում, ես իմ տղային եմ ուզում։ Այս բոլոր մայրերը իրենց որդիներին են ուզում։ Մեզ պետք չի ուրիշի ծաղիկը, մեզ պետք չի ուրիշի շնորհավորանքը։ Գոնե հեռվում, մի տեղից լսեմ, մի հատ ձայնը լսեմ, հասկանում եք, գնալով ցավն ու տառապանքն ավելի դաժան է դառնում, քան հիմա է, քան առաջ էր, մտածում էին կգտնեն, կբերեն,
բայց գնալով մենք ավելի ենք տառապում, ավելի ենք կարոտում, ավելի ենք կոտրվում, բայց եւ ոտքի ենք կանգնում ու ասում ենք ոչ, մենք պիտի պայքարենք, մենք պիտի ուժեղ լինենք, մենք պիտի սպասենք մեր որդիներին։ Գիտեք, զանգում են, ասում են Արմինե ջան, չեն կարող գալ, զանգողը ամուսինը չկա, որի մայրը, կիսուրը, ասում է գիշերն արթնացել է, դուրս է եկել անձրևին, դուրս ասում է ու գոռում է, ասում է իրա գոռոցից եմ արթնացել, ասում է ես իմ տղային եմ ուզում, կարոտել եմ, 3 անչափահաս երեխա ունի, իրանց պապային են ուզում, ես իմ որդուն եմ ուզում, դուք հասկանում եք, ես ինչ արեցին։ Ասեք ինչ հանգամանքներում էր, հա, ձեր որդին անհետացել, երևարվել եւ դա երբ է տեղ ունեցել։ Հոկտեմբերի 14-ին իմ տղան զանգեց։ Մերս, սենց էր ասում, ոնց ես, ասում ցավը տանեմ, լավ եմ, որ ձենդ լսում եմ, լավ եմ։ Բայց ինչ չէին ասել, որ ինքը Ֆիզուլիում կռիվները Ղարաբաղյան թեժ մարտերին է մասնակցում, ես գիտեի Սիսիանում է ծառայում։ Հոկտեմբերի հորն ասել էր մամային չասես, թող չար հանգստանա, այլ չգիտի, որ մաման արդեն 5-րդ տարին է կորցրել է իր քունու դադարը, անհանգիստ ապրում է։ Հոկտեմբերի 15-ին Ուրալ մեքենաները այրում են, որդիս վիրավորվում է։ Գլուխը կապում են, վիրակապում են, անգամ գիտեմ ում գիրկն անստած եղել, շատ մանրամասներ, բոլոր տեղեկությունները մենք ենք հայտնում Պաշտպանության նախարարություն, ուրնեցի, քննչական, իրանք ոչ մի հարցով չեն հետաքրքրվել, չեն իմացել, անգամ չեն զանգել հարցնեն, կանչեն հարցնեն, թե հեռախոսի համարները տվել ենք, անունները տվել ենք, որ մի հատ պետքա զանգեին, հարցնեին, երբ են տեսել որդուս, ինչ ա եղել, ոնց ա եղել, մեկն ասում է հոսպիտալ են բերել, մեկն ասում է կողքս ա պարկած եղել, մյուսն ասում է գլուխն եմ կապել, չի արձակվել, նոր էս 2 ամիս առաջ կանչել են 2 հոգու, հələ բոլորին չեն կանչել, հեռախոսի համարները տվել են, անուն ազգանունները ասել եմ այդ մարդկանց, մնում էր մի հատ զանգեին, կանչեին, դուք հասկանում եք, դա անգամ չեն արել, ինչի մասին է խոսքը։ Իսկ չեն բացատրել, ինչու օրինակ չեն կանչել, հարցնել։ Անընդհատ փոխվում, մի քննչականը փոխվում, անընդհատ փոխում են, այս անցած քննչականը ամուսնուս կանչելա, գնացել ասում է, ինչ գիտես իմ տղայի մասին, ասում է, գիտեմ, որ Ուրալները տրաքացնելուց հետո ձեր տղային ոչ մեկ չի տեսել, ոնց թե ոչ մեկ չի տեսել, դու քննիչ ես, անցած տարվա պատմություն եմ ասում, դու ես մեզ նման բան ասում, որ ամբողջ պատմությունը մեր մոտ ա եղել, մենք դիմել ենք Եվրոդատարան այդ Սիրանուս Սահակյանին, Արտակ Զեյնալյանին, մեր հայտը բավարարել ա միեդը, համարվել ա ենթադրյալ գերի բռնի անհետացած։ Այ շատ տղաներ 2020 թվականից եկել են գերությունից, դուք չեք հետաքրքրվել, չեք հանդիպել։ Մենք ոչ միայն հետաքրքրվել ենք, այլ նաև մենք ոչ միայն մենք, այլ բոլոր ծնողները հատ առ հատ մոտեցել են, գտել են իրանց ձևերով, իրանց միջոցներով, մեզ ոչ ոք չի օգնել այդ հարցում։ Այդ ամեն ինչը ծնողներն են արել։ Ծնողներն են փորփրում, որևէ տեղեկություն չեն տվել։ Ոչ, մեկ տալիս են, մեկ փոխում են խոսքը, չգիտենք դա ինչի հետ է կապված եղել, բայց մենք գիտենք, որ մեր տղաներն են տեղել, գերեվարել են, բաուրային որդին, այդ տվյալ տարածքում գնացել են 2 անգամ, ման են եկել, ամբողջ տարածքը քննել են, չկա ոչ մի տեսակի բան, ուրային որդին, ուրա։ Եթե չեմ սխալվում, դուք դեսպանատներին, հա, տարբեր նամակներ եք հանձնել։ Տարբեր դեսպանատներին, տարբեր ոչ, չկա որևէ տեղեկություն, որովհետև այդ տեղեկությունը այնքան խորն են աղբյուրները, այնքան խորն է թաղված, այնքան չգիտեմ, որ լավ են էլի իրանց գործը արել, բայց չեն հասկանում, որ ծնողներին չի կարելի մի կտոր բան տալով ասել տար վարկավորի քո որդինը, իրանք մտածելով ծնողը ցավի ու տառապանքի մեջ կհավատա ու կասի էտա, որդիս է պատերազմ ա եղել, մահացել, հասկանում են, գիտեք, այդ էլ ենք հասկանում, որ պատերազմ ա եղել, եթե տեսած լինեինք, եթե փաստերը, ախր մեր փաստերը, ծնողների փաստերը
լրիվ այլ ուղղություններ ա տանում, իրանց ասացի հետ չի համընկնում, թող մեզ ապացուցեն, հասկանում եք, փաստերով թող ապացուցեն։ Այլ իրանք որ իրավապահ մարմինների ամբողջության վերաբերյալ դուք նաև հանդիպում եք ունեցել Նիկոլ Փաշինյանի հետ ինքը ինչ պատասխան է տալու։ Ես կոնկրետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպում չեմ ունեցել, եղել է Ալեն Սիմոնյան, Անդրանիկ Քոչարյան, առողջապահության նախարար, արդարադատության նախարար, դատաբժշկական փորձագետ, դեպուտատներ, ԱԱԾ-ի տնօրեն, քննչականի տնօրենները եւ այլն։ Ու ոչ մի, ես ասում եմ, երբ որ չեն կարողանում պատասխանել վրիպակ ա եղել, իրանց պատասխանը սիրելիս, իսկ մյուս դեպքում, թե ինչու չեք կանչել, կգաք մեզ մոտ, մենք այդ հարցը կուղենք, կշտկենք, կանենք։ Այ շատ դեպքեր է եղել, երբ որ դիմեցները փորձել են ուրիշի մարմինը տալ ուրիշ ծնողների, ձեզ հետ այդպիսի դեպք եղել է։ Ինձ հետ չի եղել, բայց մենք լսել ենք, մենք գիտենք այդ դեպքերը, եղել են արտաշիրիմումներ, հիմա չխոսամ դրա մասին։ Ու խնդրում եմ, ուրիշ այլ ձև չմեկնաբանվի այս ամենը, սա լուր խաղաղ ակցիա է, ցավի ու տառապանքի մեջ գտնվող մայրերի ակցիան, որ հայ մայրերը հայրենիքին զինվոր են տվել, բայց այսօր այս հայրենիքը չի վերադարձնում իրենց ողջիներին։ Ումից պահանջում։ Հարգելի լրագրողներ, եւ հավելում անեմ, որ Տիկին Արմինը եւ այստեղ գտնվող ծնողները